Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ստվերային քարոզչություն, ինչպես են քաղաքացիական պայմանագրի թեզերը տարածվում սոցցանցերում։ Քարոզարշավ օր 2, ինչ են արել քաղաքական ուժերը։ Հաղթանակի օրը պարտվածի խոսույթով Նիկոլ Փաշինյանը չայցելեց Եռաբլուր։ Վեդիում սեռական բռնության զոհ դարձած անչափահաս քույրերի հորեղբորն ազատ են արձակել, ինչ է հայտարարել փաստաբանը։ Հունգարիայի խորհրդարանը վարչապետ է ընտրել, ով է նա։ Հայաստանում խորհրդարանի ընտրությանն ընդառաջ սոցցանցերում քաղաքական գովազդն ակտիվացել է։ Հետքը գրել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեզերը տարածվում են Facebook, Instagram, YouTube, Telegram, WhatsApp եւ այլ հարթակներում։ Հրապարակումները տեղադրող եւ գովազդող էջերը շատ դեպքերում նույնականացնել հնարավոր չէ։ Չեն կարող ասել, թե ովքեր են կառավարողները եւ գովազդների համար վճարողները։ Այս վիճակներից խուսափելու եւ թափանցիկ քարոզարշավի համար Մետայի կանոնակարգը պահանջում է, որ կամ քաղաքականությանը վերաբերող ցանկացած գովազդ ունենա համապատասխան մակնշում։ Սա թույլ է տալիս տեսնել, թե ով է ֆինանսավորում քարոզչությունը եւ ինչքան գումար է ծախսվում։ Բայց քարոզարշավին մասնակցող կեղծ էջերը կամ չեն գործածում այդ մակնանշումը կամ կեղծ տվյալներ են ներկայացնում։ Օրինակ, որ վճարողը սրտացավ Հայաստանն է, բայց այդպիսի անունով իրավաբանական անձ գոյություն չունի։ Իսկ ինչ կոնտենտ է տարածում իշխող ուժը։ Պատերազմով սպառնացող գովազդ, ընդդիմությանը վերաբերող կեղծ տեղեկություններ։ Ժամանակակից ընտրությունները վաղուց միայն հանրահավաքներով ու ծրագրերով չեն որոշվում։ Քաղաքական պայքարի ամենաթեժ ճակատներից մեկը հիմա սոցիալական հարթակներում է, որտեղ մի քանի վայրկյանանոց տեսանյութը, անանուն էջը կամ մանիպուլատիվ վերնագիրը կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան պաշտոնական ելույթը։ Հայաստանում նախընտրական գործընթացի մեկնարկին զուգահեռ ակտիվացել է նաև ինֆորմացիոն պատերազմը։ Վախի, պատերազմի եւ հակառակորդին վարկաբեկելու վրա կառուցված բովանդակությունը հեղեղել է համացանցը։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է նույնը. ով է կանգնած այս արշավների հետևում եւ ինչպես են ձևավորվում հանրային տրամադրությունները թվային տիրույթում, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Ուզում ես նոր պատերազմ, զոհեր ու անկախության կորուստ, թե ուզում ես խաղաղ ու զարգացած Հայաստան։ Ահա այս գովազդը կարող է շատ անսպասելի եւ ոչ պատշաճ պահի հայտնվել YouTube-ի ձեր էջում, հնարավոր պատերազմի սպառնալիքների տեղատարափով։ Այս գովազդը ակտիվորեն տարածվում է նաև գիծ քարոզչությամբ զբաղվող էջերով, օրինակ հաղթելու ենքով։ Չմոռանանք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը չվերընտրվի, ապա կլինի պատերազմ։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Էջում տարածվում են նաև արհեստական բանականությամբ ստեղծված ծաղրական գրառումներ եւ տեսահոլովակներ։ Էջն ունի 45,000 հետևորդ։ Գործ ունենք շանտաժի հետ, որը չի ուղեկցվում որևէ լուրջ փաստարկով եւ անկասկած միտված է քաղաքական ընդդիմախոսներին կամ քաղաքական ընդդիմությանը թիրախավորելուն եւ այդ քարոզչական նենգափոխմամբ որպես պատերազմահեն ներկայացնելուն։ Ըստ վերլուծաբանի, իշխանության իրականացրած այսպիսի տեղեկատվական արշավը վկայում է, որ ԿՊ-ն ունի լուրջ մտահոգություններ ընտրության արդյունքի վերաբերյալ եւ հասարակությանը ներկայացնելու փաստարկների պակաս։ Որքան մոտենում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունը, այդքան ակտիվանում են իշխանական կեղծ օգտահաշիվները, ապատեղեկությունն ու մանիպուլյացիան։ Թիրախում մրցակիցներն են, նպատակը սևացնելը։ Շատ տարածված տեխնոլոգիա է, երբ որ կեղծ օգտահաշիվներով դիմացինի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, մասնավորապես ռուսամետ 3 ընդդիմադիր ուժերի դեմ քարոզչանության քարոզարշավ են իրականացնում եւ քարոզչանությունները են բավանդակությունն են զարգացնում, որ այդ 3 ուժերի իշխանության գալու դեպքում պատերազմ սկսի եւ այլն։ Դեռևս մայիսի 2-ին անհայտ ծագումով սրտացավ Հայաստանն է հրապարակում արել, որ իբր Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե պետք է ամեն գնով օգնենք մեր դաշնակից Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։
Նույն հրապարակումը տեսնում ենք նաև հերթական անհայտ ծագման զարմանալի աշխարհ անունով էջում։ Պաշտոնական մակարդակով են տարածվում այդ կեղծ տեղեկությունները ընդդիմության մասին, ասում է Հակոբ Բադալյանը։ Ես ինչու եմ շեշտում պաշտոնական մակարդակը, որովհետև հասկանալի է բոլոր կողմերն էլ ունեն այսպես համակիրների շրջանակներ, ունեն ոչ ֆորմալ խողովակներ, քարոզչական տարբեր հնարքներ կիրառելու համար։ Սա քաղաքականության մասն է եւ սա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում անխուսափելի մասն է։ Սրտացավ Հայաստան էջում տեղ է գտել արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկար, որում Սամվել Կարապետյանն է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքը սեղմելիս։ Իսկ զարմանալի աշխարհը ողողված է նաև զարմանալի գրառումներով, որոնցում ակնհայտորեն տարվում է ՔՊ-ի քարոզը եւ ցեղ շպրտվում մրցակիցների վրա։ Իդեպ այս էջն ունի ավելի քան 36000 հետևորդ։ Այս էջին շատ նման, սակայն հետևորդների շատ ավելի մեծ բանակ ունեցող մեկ այլ աղբյուր է News Armenian, որն աչքի է ընկնում, տեսեք թե ինչ է կատարվում նախաբաններով։ Հաջորդն էլ հայկական տիրույթ կոչվող էջն է, որտեղ վարչապետի թեկնածուներին, նրանց կուսակիցներին եւ ընդդիմադիր գործիչներին վերաբերող սրբարտիչ գրառումներ են։ Այս էջն ունի 46000 հետևորդ։ Քաղտեխնոլոգի դիտարկմամբ ընդդիմադիր ուժերը տեղեկատվական արշավի հարցում թույլ են աշխատում, մինչդեռ SEPR-ը շարունակում է աշխատել իրենց դեմ։ Կա SEPR, որը նորմալ է։ Որը նորմալ է։ Ինչ կարող ենք ընդհանուր ամփոփել մեկ բառով։ Քարոզարշավի բան այդ մասնակից ուժերի քարոզանտրաշավային ուրեմն գնահատականը 3 է այդ հիմնականին, որովհետև 3 կամ 3-ից ան է, որտեղ ոչ մեկ էլ իր պոտենցիալով ուժերի ամբողջ պոտենցիալով չի աշխատում։ Փորձագետների դիտարկմամբ քաղաքացիական պայմանագիրը բացի հանրային հեռուստաընկերությունից եւ պետական բոլոր քարոզչամիջոցներից գործածում է նաեւ ստվերային միջոցներ։ Այսինքն իշխող ուժն անհանգստանում է, որ ընտրությունն իր օգտին չի ավարտվելու եւ օգտագործում է օգտահաշիվների, մեդիա մանիպուլյացիայի միջոցով հասարակությանն ուղղորդելու հնարքը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այսօր քարոզարշավի երկրորդ օրն է։ Քաղաքական ուժերն այսօր եղել են Երևանում ու մարզերում։ Հայաստան դաշինքն այսօր հավաքներ չի կազմակերպել, փոխարեն ուժի անդամները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու պատերազմում զոհվածների հիշատակին։ Դաշինքը վաղը լինելու է Գեղարքունիքի մարզում։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 10-ին Կիրակի օրը լինելու ենք իմ սիրելի Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11-ին լինելու ենք Գեղամասարում, ժամը 12-ին Վարդենիսում, ժամը 15:00-ին Մարտունի եւ 17:00 Գավառ։ Հրավիրում ենք ձեզ բոլորին հանդիպման, սիրով կսպասենք ձեզ։ Ու միշտ հիշեք, որ միասին կարող ենք։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցելուց հետո ուղևորվել է Սյունիք, Սիսիանում էլ հրավիրել է հանրահավաք։ Այդ իշխանությունները տարիներ շարունակ խոսեցին խաղաղությունից, բայց մարդիկ ավելի անվտանգ չապրեցին, նրանք բերեցին 3 պատերազմ, հիմա էլ սահմանը անվտանգ չէ, որովհետև խաղաղությունը միայն բառերով ասելով չի ու սրտիկներ անելով չի։ Քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավն սկսել է Սյունիքից, այսօր հանրահավաք էր հրավիրել Կապանում։ Սակայն Փաշինյանի ղեկավարած ուժի քարոզարշավը չի անցնում առանց աղմկահարույց հայտարարությունների։ Փաշինյանը Սյունիքում հայտարարել է, թե թշնամու օկուպացրած բոլոր տարածքները երբեք էլ մերը չի եղել։ Այսօրվա ուղերձում էլ գեթ մեկ բառ չկար Շուշիի ազատագրման մասին։ Մայիսին երկար տարիներ Հայաստանում եղել է ոչ միայն պատմական հիշողության, այլև քաղաքական ինքնության օր։ Այդ օրը իշխանությունները սովորաբար խոսում էին հաղթանակից, ազատագրումից, հայկական բանակից ու Արցախի պայքարից։ Այս տարի սակայն պետական գլխավոր ուղերձներում գրեթե չկային այդ շեշտադրումները։ Փոխարենը խաղաղություն, թակարդից դուրս գալու մասին հայտարարություններ եւ պատերազմի վտանգի հիշեցումներ էին։ Իսկ մինչ Եռաբլուրում զոհվածների հարազատներն ու տարբեր քաղաքական ուժեր հարգանքի տուրք էին մատուցում, երկրի ղեկավարությունն ընտրել էր բոլորովին այլ օրակարգ։ Մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որոնք մեր իրականության մեջ փորձարվել եւ ինքներս մեզ հավատացրել են, որ դրանք մեր տարածքներն են, մեզ են պատկանում, այդ տարածքները մեզ ոչ միայն չեն պատկանել,
այլև այդ տարածքները օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելության եւ սեփականության իրավունքը թուլանա։ Նման ձևով Նիկոլ Փաշինյանը հաղթանակի օրվա նախօրեին շնորհավորեց մայիսյան եռատոնն, ապա կառավարության անդամների հետ արձակուրդ վերցրեց քարոզարշավը շարունակելու նպատակով։ Հաղթանակի օրվա ֆեյսբուքյան ուղերձում Փաշինյանը հիշեց միայն 1945 թվականը։ 2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգությունից զերծ միջավայրում։ Հաստատված խաղաղությունը կարևորագույն ձեռքբերում անվանելով Փաշինյանը խաղաղության նկատմամբ պատշաճ խնամք տանել հորդորեց։ Ոչ Փաշինյանը, ոչ կառավարության որևէ անդամ այսօր եռաբլուր չայցելեցին։ Վաղ առավոտից զինվորական պանթեոնում էին տարբեր քաղաքական ուժեր։ Առաջինը Հայաստան դաշինքը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։ Դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը անդրադառնալով Փաշինյանի Սյունիքի հայտարարություններին մի դրվագ հիշեցրեց նրա 2018-ի մայիսի 9-ի Արցախյան ելույթից։ Ասաց հետևյալը. «Սիրելի արցախցիներ, Թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի սպառնում Արցախի ինքնորոշման, այլ նաև հեռանկարներ է բացում Արցախի ճակատագիրը հայկական որոշելու, Արցախի ինքնորոշումը դե յուրե իրականացնելու համար»։ Իդեպ դա վարչապետի կարգավիճակում նրա առաջին պաշտոնական այցն էր, ինչի համար բավական հպարտ էր Փաշինյանը։ Իսկ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը կարևոր ուղերձով էր գնացել։ Շատ կարևոր ենք համարում Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նա ոչինչ չարեց կամ նաև իր գործողություններով նպաստեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, պատերազմի ընթացքում ոչինչ չարեց Արցախը պաշտպանելու եւ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու։ 2018-ի հայտարարություններից 8 տարի անց նույն մայիսի 9-ին փոխվել է Փաշինյանի խոսույթը։ Փաշինյանի թիմը վերլուծել եւ Արցախյան շարժման արդյունավետությունն է գնահատել։ Մենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ դադարեցնենք Ղարաբաղի շարժումը, որովհետեւ նախորդող շրջանի վերլուծությունը մեզ ցույց է տվել, որ նախորդող շրջանի Ղարաբաղյան շարժման հետ կապված գործոնները օգտագործվել են մեր պետության առաջընթացը ցույց տալու համար։ Ապա ավելացրեց, մեր պետությունն անկախությունից ի վեր թակարդում է եղել եւ որ միայն ներկա իշխանությունը կարողացավ Հայաստանը հանել թակարդից։ Միթե Փաշինյանի կողմից խաղաղությունը եւ այսպես կոչված թակարդից Հայաստանը դուրս բերելը պարտության ու նվաստացման գնով չի եղել։ Արցախցիների համընդհանուր կարծիքը բարձրաձայնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Իհարկե նվաստացած է։ Եթե մենք չունենք մեր հայրենիքի մի մասը, եթե զավթված է, օկուպացված է Հայաստանի տարածքի մի մասը, ոնց կարելի է ասել, որ դա արժանապատիվ խաղաղություն է, երբ որ Ադրբեջանի բանտերում ունենք գերիներ, ունենք հարյուրավոր անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչև հիմա պարզ չի։ Շահրամանյանը պնդում է, Արցախը դեմ չէ խաղաղությանը, բայց հարց է, թե ինչ որակի խաղաղության պայմաններում ենք ապրելու, ինչ գնով եւ ինչի հաշվին։ Արցախցին ամենից լավ գիտի խաղաղության գինը։ Մինչև 2023 թվականը ցանկացած 10 տարեկան երեխա 3 լայնածավալ պատերազմ է տեսել։ Ոնց կարելի ասել, որ մենք այնտեղ ձեզ պահել ենք, դուք դեռ լավ ապրել եք, դա իրականությունը ընդհանրապես չի համապատասխանում։ Վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախ այցելել է 2018, 19, 20 թվականներին, իսկ 44 օրյայից հետո մայիսի 9-ի հաղթանակի եւ ազատագրման գաղափարը փորձում են նսեմացնել ու մոռացության մատնել։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Կան երաժշտություններ, որոնք պարզապես լսելու համար չեն գրվում։ Դրանք հիշողություն են արթնացնում, մարդկանց իրար կողքի կանգնեցնում, ստիպում նույն ռիթմով շնչել։ Երբեմն մի մեղեդին ավելի խոսուն է, քան երկար ճառերը, որովհետև այն հասնում է այնտեղ, որտեղ բառերը հաճախ չեն հասնում։ Այս պատմությունը հենց այդպիսի երաժշտության, դրա հետևում կանգնած մարդու ու այն զգացողության մասին է, որը նույնիսկ ամենածանր կորուստներից հետո մարդկանց ստիպում է կրկին ձեռք ձեռքի տալ։ Արցախներ զգաչում, օգնության հասեք, երջափաունիկ, դիդաստիկ սասում, կաջերի հողը, ամհերներ վազում։ Կանչեց Արցախը ու նրանք պարեցին Շուշիում, պարեցին հաղթանակի երաժշտության ներքո, պարեցին այսօրից ճիշտ 34 տարի առաջ։ Հենց այստեղ ենք մենք հիմա այս վիճակի մեջ։ Շուշիի պատերի տակ հայտնի պարից 34 տարի անց Սերուժ Բաղդասարյանի աչքերով ենք նայելու այսօրվան, երբ Շուշիում հայկական երաժշտությունը խոսքը լռել են, արդեն 5 տարի։ Վերամշակած դլեյամանում մի հատված կա, վերջին շատ մոտ, որ մեզ, մեր երկրին շատ է նմանեցնում հեղինակը։ Այդ հատվածը իմ գարդիկով կներկայացնե շփոթ կամ խարն վիճակ, քեոս, անորոշություն, չենք հասկանար թեպի ուր երթանք, ինչ կնենք, ուր ենք, այդ վիճակի մեջ է եւ հետո արդեն այդ փոփոխության կամ հզորության կամ հբարդության մուտքը կունենանք արդեն։ Վարդապետը Դլեյամանը սիրո մասին է գրել։ Մայրիկ ֆիլմից հետո ելևեժները ցեղասպանության, հայրենազրկման ցավի մասին դարձան։ Սերուժ Բաղդասարյանը սիրո ու ցավի ընկալումներին ավելացրել է իր միտքը։ Իմ երաժշտությամբ ես կուզեմ մարդոց այդ ոգևորությունը ներշնչել եւ իրենց նամակ հասցնել, պատկան հասցնել, որ մենք այո, շատ բարդություններ կրած ենք, բայց նաև հաղթանակներ ունեցած ենք եւ ունենալու ենք նաև հաղթանակներ աբակային։ Ուրեմն ես անձամբ երաժշտության միջոցով կուզեմ միշտ այդ հբարդությունը եւ հաղթանակի պատկամը տարածել, որովհետեւ մարդոց այդ հիաստապությունը միշտ ցևով մը իդ հագարակ դարձնել եւ իրենք ավելի ոգևորվին դարբեր իրենց կյանքի մեջ այնպիսի կորզինություններ տանին, առաջ տանին, որ հավատանք մենք միշտ պիտի լինենք հաղթող ազգ։ Սերուժը Լիբանանում է ծնվել, երաժիշտների ընտանիքում մեծացել։ Նա 6 տարի առաջ Լիբանանում թողնելով իր երաժշտական ստուդիան, գաղափարները ճամպրուկել ու այստեղ է եկել։ Վերջին շրջանում ներշնչվում է հայկական պարեղանակներով։ Իր ոճով սիմֆոնիկի ու հայկական ժողովրդական գործիքների միաձուլմամբ իշխանած պարն է մշակում հիմա։ Այսինքն ավանդական պարերը վերամշակել լրիվ դարբեր մոդեցումով, որ միշտ կա այդ հաղթական, այդ սկացումները ժողովրդին դրամատրել, որ իրենք սկան գաբ մնե ինքը անցյալի ներգայի աբակայի մեջ, որ ես կփորձեմ միշտ ստեղծել։ Ամիսներ առաջ Սերուժի երաժշտությունը նախ մարզահամերգային համալիրը ցնցեց, հետո ամբողջ համացանցը։ Շատ տարբեր անձնավորություններ կային այդ օրը, այսինքն գարդես մենք երաժշտությամբ գրցանք համախմբել ամեն տեսակի խաղապարի, ամեն տեսակի մարդկանց միացնել, մեկտեղ բերել եւ ոտքի հանել մեկ խաղապարի շուրջ, որ կնշանակե, որ կներկայացնե մեր հայկական ոգին եւ շունչը։ Հիմա նոր երաժշտություններ են ծնվում, մշակվում Սերուժ Բաղդասարյանի մատներով։ Այդ երաժշտությունը ձեռքեր է միավորում,
Նրանք պարում են այնքան անկեղծ, որ սրտի արագացումը դառնում է ազատագրման նշան։ Բարեց Շուշին ու հասկացանք, որ պար չէր դա։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ վաղը Ադրբեջանից Հայաստան կարտահանեն դիզելային վառելիքի 16 վագոն։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցելու են նաև 6 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ։ Ձերբակալման 72 ժամը լրանալուն պես Վեդիի անչափահաս քույրերի հորեղբայրը Թովմասը ազատ է արձակվել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ այս պահին հարուցված մեղադրանք չկա։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ քննչական կոմիտեն հայտարարել էր, Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով։ Քրեական վարույթի շրջանակում կալանավորել են 2 անձի։ Իմ գործընկեր Սեդակ Յուրեղյանն օրեր առաջ եղել է Վեդիում ու ուսումնասիրել այս սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները։ Դիտենք ռեպորտաժը։ Վեդիի բնակիչները ցնցված են անչափահաս աղջիկների բռնաբարությունների լուրից։ Մեկը մյուսին պատմում են, վերլուծում ու հավատալ չեն կարողանում։ Աղջիկների մայրը պատմում է, 65-ամյա տաքսու վարորդը երեխաներին պարբերաբար պարապմունքի է տարել։ Իրենց ընտանիքի վստահությունն ուներ։ 65 տարեկան Դավիթ Այնազյանը բռնաբարել է քույրերին, բայց երբ նրանցից մեկն ասել է, որ բոլորին կպատմի, տաքսու վարորդը ձեռքերով բռնել է աղջկա կոկորդից ու սպառնացել։ Դրանից հետո երեխաներին տարել է իր հարևան 58-ամյա Արթուր Երեմյանի մոտ, որը եւս սեռական բնույթի գործողություններ է արել աղջիկների նկատմամբ, բայց դա վերջին անգամը չի եղել։ Ես առավոտ շուտ եթում գործի, դաշտի եթում էլի կապ մապի կանում, ծախնիկ հավքում, երեխան ժամը 6-ին, 7-ին եթում էր ինքը դպրոց, Արթուր անունով քաշելա, նստեցր ավտոն տարեի եկեղեցի երեխան, երեխան չէր ասում, հետո տարելա միանգամից դպրոց, ավագ դպրոց է երեխան եթում։ Հենց դպրոցում էլ տեղի է ունեցել բռնաբարությունը, ասում է աղջիկների մայրը։ Ընտանիքը համեստ է, սկզբում տնակում էին ապրում, հետո փոքրիկ տուն կառուցեցին։ Բնակիչներից մեկն էլ աղջիկների տատի հետ է աշխատում։ Հայրական տատիկին ճանաչում եմ, խելոք աշխատող, գյուղացի ընտանիք են, խեղճ ապրող ընտանիք են։ Այդ լուրը լսելուց իմ կարծիքն է, պիտի այդ մարդկանց հրապարակում այդ շատրվանների մոտ, պիտի բերես բենզինը լցես ու վառես։ Ընտանիքից լսել եմ, որ խեղճ մարդիկ են։ Մայրը հավաքարարը, հայրն էլ քաղաքապետարանում այտենց աշխատում են։ Մաքրությամբ մայրն ու հայրը։ Աղջիկների մասին դες չեմ լսել, չգիտեմ։ Այդ խելոք անմեղ երեխեքին տենց արամ դաստիճակը, ուղղակի դե ապրելու իրավունք չունի։ Վատ բան է տեղի ունեցել, դե կարամ ասեմ, բայց դե ովքեր են ինչ են, թե չգիտեմ։ Քաղաքի բնակիչներից մեկը ճանաչում էր տաքսու վարորդին։ Գործի բերումով գնացել եմ, տեսել եմ ինքը հաճախակի կայնածա, խանութի դեմը տաքսիով դուռը բաց։ Մարզկենտրոն Արտաշատում հետաքրքրված չեն տեղի ունեցած մանկապղծության դեպքով։ Փաստաբանական ու հասարակական համայնքը իրար խառնած դեպքը Արարատի մարզպետարանը հերքել է։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի Արարատի մարզի դպրոցներում անծանոթ տղամարդիկ աշակերտների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների փորձ են արել, չի համապատասխանում իրականությանը։ Մարզպետի աշխատակազմը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները չեն հաստատվում որևէ փաստով եւ կրում են ապատեղեկատվական բնույթ։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հունգարիայի խորհրդարանը երկրի վարչապետ է ընտրել ՏԻՍԱ կուսակցության առաջնորդ Պետեր Մադիարին։ Նա ընտրվել է 140 կողմ, 54 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Արդյունքների հրապարակումից հետո Մադիարը երդում է տվել Հունգարիայի դրոշի ներքո։
Թասնիմը հաղորդում է, որ Իրանի գերագույն առաջնորդը լիովին առողջ է, Մոջթաբա Խամենեին արդեն ապաքինվել է ստացած վնասվածքներից։ Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում, չնայած իր վնասվածքներին։ ԱՄՆ հետախուզության տվյալով Մոջթաբա Խամենեին մարմնի մի կողմում ստացել է ծանր այրվածքներ դեմքի, ձեռքի, իրանի եւ ոտքի շրջանում, ուստի մնում է մեկուսացված։ Իրանի իշխանությունը պնդում է, որ նա լավ առողջական վիճակում է։ ԱՄՆ-ն դեռևս չի կարողացել հաստատել Խամենեիի գտնվելու վայրը։ Այս անորոշությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ Խամենեին չի գործածում էլեկտրոնային կապ, շփվելով միայն նրանց հետ, որոնք կարող են անձամբ այցելել իրեն կամ ուղարկել հաղորդագրություններ սուրհանդակով։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցի վերաբերյալ եռակողմ բանակցություններում դադարի փուլ է եւ հետագա ռաունդների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ Հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմում կլինի երրորդյա հրադադար մայիսի 9-ից 11-ը։ Թրամփի խոսքով հրադադարը հայտարարվել է հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առիթով Ռուսաստանում կայանալիք տոնակատարությունների կապակցությամբ։ Նա ընդգծել է երկրորդ աշխարհամարտում մեծ էր նաև Ուկրաինայի դերը։ Բացի այդ, հրադադարը ենթադրում է ռազմագերիների փոխանակում 1000-ի դիմաց ֆորմատով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք վաղը ժամը 12-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։